Ինչի մասին ասես, ինչ ասես գրում են, եւ ես չեմ մտածել, որ դա նման բան ընդհանրապես հնարավոր է, որքան էլ դա միամիտ հնչի, եւ պիտի ասեմ նաեւ, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում էլ ես չգիտեմ ինչպես է դա պատահել, բայց ես այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել, բայց ինձ համար մի բան է խոսակցությունը, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ մի բան, եւ բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը, երբ որ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, այսինքն ես արդեն չէի կարող համոզված չլինել այդ լուրերի ճշմարտացիության մեջ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարցեր, թե ինչպես պետքա ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետքա վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաեւ ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելինս, կուսության հարց չենք քննարկում, քննարկում ենք լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա այդ ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են եւ այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետեւ իրենք իրենց ուխտը չեն խախտել։ Բայց այստեղ հարցը հետեւյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլի եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ, 2020 թվականի հրատարակության Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիր հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Չէ, բանում կոչվում է կուսության ուխտ, այդ ամեն ինչ իրար հետ կոչվում է կուսակրոնություն։ Կուսության ուխտ։ Տենց է կոչվում։ Եվ հստակ սահմանված է, թե ինչա տեղի ունենում։ Ես դες ընդ որում այն մյուս հայոց կանոնագրքում տասնյակ հոդվածներ կան, ես մի օրինակ վերեմ։ Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասին, շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։
Եվ նրանց համար սանվանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց, եւ մտնելով եկեղեցի 1 տարի ապաշխարողների հետ լինեն, տեսնել ապաշխարության ջերմությունը եւ հաղորդ լինել օրենքներին, բայց քահանայության օծմանը չպետք է մերձենան, այսինքն քահանայական գործունեությունը արգելված է նրանց իրականացնել, ինչպես այն կույսերը, որ մերձենում էին ոմանց որպես քույրեր, ցարթան իգական սեռի կուսակրոնների մասին ասում, այդպիսիներին պետք է արգելենք, որ այլևս նման բան չլինի։ Այս կանոնը, որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ամենատ ես 4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցի։ Քննվել է դատարանում, որ դատարանում, ժողովրդական թե չէ, բայց այսինքն եթե ժողովրդին հայտնի է դա, ուրեմն ժողովրդին հայտնի է եւ ժողովուրդն էլ երբ միջազգային ընտրություններից առաջ է քննվել թե հետո։ Դե ինչ ասեմ։ Արձագանքում եք համաձայն։ Հա, իդեպ մոռացա ասել, հիմա ասեմ, որ հենց Արծվիկ Մինասյանը այդ նույն հարցազրույցում, իդեպ 3 ընթամենը տեղի ունեցել այդ հարցազրույցը, ասում է, որ դուք իրավունք չունեք քողարկելու ձեր գործողությունները եւ դուք ինքներդ պիտի դիմեիք իրավապահ մարմիններին եւ հորդորեիք քննել ձեզ։ Ես հիմա դիմում եմ։ Եվ դուք ասացիք, այո, հենց նոր դուք դիմեցիք, որովհետեւ քանի դեռ դուք դա չեք անում, դավաճանությունը օր-օրի ավելի այսպես շատանում է։ Պարոն վարչապետ, իհարկե մենք բոլորս հասկանում ենք եւ ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւս հասկանում է այս ամբողջ մանիպուլատիվ գործողությունները, որտեղ նույն տարբերակով իրենք նույն հարցազրույցներում եւ ամբիոնից ասում են, որ 004 բարբերականը իրենց դաշնակցության շրջաբերականը ներողություն դաշնակցություն կուսակցության սիվիկի պատվալներում է ստեղծվել, խեղաթյուրվել է եւ այլն, ես միանալով ձեզ կխնդրեի, որպեսի դա եւս հրապարակեին, որպեսի ժողովուրդը հասկանար, որ որևէ բան կամ խեղաթյուրված է կամ խեղաթյուրված չէ։ Այսինքն գաղտնի պահել ամեն ինչ եւ մանիպուլացնել ժողովրդին, սա մի իրավիճակ է, որը հիբրիդային պատերազմի շրջանակներում կուլմինացիային հասնելու է 2026 թվականին եւ մենք բոլորս պիտի պատրաստ լինենք։ Բայց շատ կարճ հարց եմ ուզում մի հատ տալ, եթե թույլ կտաք, շատ կարճ։ Խնդրում եմ 1 րոպե։ Չէ, 1 րոպե չէ կարճ։ Ուրեմն 3 ԵԽԽՎ նիստում երբ օգտագործվում